Բարիգալուստ բուժատետեր։ Գիտեք, որ ելակը համարվում է այն քիչ մրգերից մեկը, որի կանոնավոր օգտագործումը կարող է նպաստել արյան անոթների ներքին շերտի բարելավմանը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ ելակի մեջ պարունակվող նյութերը կարևորագույն դեր են խաղում սրտանոթային համակարգի առողջության համար։ Ելակը ոչ միայն համեղ է, այլև հարուստ է վիտամիններով, հանքանյութերով, կենսաբանորեն ակտիվ նյութերով։ Այն աշխարհի ամենասիրված հատապտուղներից է եւ դրան հաճախ անվանում են բնական վիտամինային ռումբ։ Եվ այսպես, ինչ է տեղի ունենում մեր օրգանիզմում, երբ ելակ ենք ուտում։ Առաջին, օրգանիզմը ստանում է մեծ քանակությամբ վիտամին C։ Ընդամենը մեկ բաժակ ելակը կարող է ապահովել օրգանիզմի օրական պահանջվող վիտամին C-ի զգալի մասը։ Այս վիտամինը կարևոր է իմունային համակարգի, մաշկի, արյունատար անոթների համար։ Երկրորդ, նվազեցնում է սթրեսը։ Ելակը հարուստ է անտոցիաններով եւ այլ հակաօքսիդանտներով, որոնք պայքարում են ազատ ռադիկալների դեմ, պաշտպանելով բջիջները վնասումից։ Հաջորդը աջակցում է սրտի աշխատանքին։ Կալիումը, մանրաթելը, պոլիֆենոլները կարող են նպաստել արյան ճնշման կարգավորմանը եւ սրտանոթային առողջությանը։ Չորրորդ, ելակը լավացնում է մարսողությունը։ Ելակի մեջ առկա սննդային մանրաթելերը նպաստում են աղիների նորմալ գործունեությանը եւ օգտակար միկրոֆլորայի պահպանմանը։ Հաջորդը, արյան շաքարը կտրուկ չի բարձրանում։ Չնայած քաղցր համի, ելակ ունի համեմատաբար ցածր գլիկեմիկ ինդեքս, ուստի չափավոր օգտագործման դեպքում այն սովորաբար չի առաջացնի արյան շաքարի կտրուկ տատանումներ։ Այժմ խոսենք ելակի օգտակար հատկությունների մասին։ Առաջին, ամրացնում է իմունային համակարգը։ Վիտամին C-ի բարձր պարունակությունը օգնում է օրգանիզմին պայքարել վարակների դեմ եւ արագացնել վերականգնման գործընթացները։ Երկրորդ, օգնում է պահպանել սրտի առողջությունը։ Հակաօքսիդանտները եւ կալիումը նպաստում են անոթների առողջությանը եւ կարող են նվազեցնել սրտանոթային հիվանդությունների ռիսկի որոշ գործոններ։ Երրորդ, նպաստում է մաշկի գեղեցկությանը։ Վիտամին C-ն անհրաժեշտ է կոլագենի արտադրության համար, որը պատասխանատու է մաշկի առանցքականության, երիտասարդ ու գեղեցիկ տեսքի համար։ Չորրորդ, կարող է աջակցել ուղեղի աշխատանքին։ Ելակի մեջ առկա հակաօքսիդանտ նյութերը պաշտպանում են նյարդային բջիջները, նպաստում են ճանաչողական, մտածական ֆունկցիաների պահպանմանը եւ իհարկե օգնում է վերահսկել քաշը։ Ելակը քիչ կալորիական է, սակայն հարուստ է մանրաթելով, ինչը նպաստում է հագեցվածության առաջացմանը։ Այժմ հասկանանք, թե ինչ կա իրականում ելակի կազմում։ Ուշադրություն, ելակը մոտ 90%-ով ջուր է։ Բացի այդ, այն պարունակում է վիտամին C, վիտամին K, ֆոլաթթու, կալիում, մանգան, մագնեզիում, սննդային մանրաթելեր, անտոցիաններ, էլագաթթու, ֆլավոնոիդներ եւ այլ հակաօքսիդանտներ։ Հենց այս նյութերի համադրությունն է ելակին տալիս նրա առողջարար հատկությունները։ Այժմ խոսենք ելակի լուրջ հակացությունների մասին։ Չնայած իր օգտակարությանը, ելակը բոլորի համար չէ։ Ում է հակացուցված։ Առաջին, ալերգիա ունեցող անձինք։ Ելակը համարվում է ալերգեն մթերք։ Այն կարող է առաջացնել կոր, ցան, շրթունքների այտուց եւ նույնիսկ ծանր ալերգիկ ռեակցիա։ Երկրորդ, ստամոքսի եւ 12 մատյա աղու խոցի սրացման շրջանում։ Ելակի թթուները կարող են գրգռել ստամոքսի լորձաթաղանթը, ուժեղացնել ցավերն ու այրոցը։ Երրորդ, այն մարդկանց, ովքեր ունեն ծանր գաստրիտ։ Հատկապես բարձր թթվայնությամբ գաստրիտի դեպքում ելակը կարող է խորացնել TH ախտանշանները։ Հաջորդը, երիկամներում քարերի նկատմամբ հակվածություն ունեցող մարդիկ։ Ելակը պարունակում է օքսալատներ, որոնք որոշ մարդկանց մոտ կարող են նպաստել քարերի առաջացման ռիսկի մեծացմանը։ Եվ իհարկե, որոշ դեղամիջոցներ ընդունող անձինք։ Հատկապես արյունը նոսրացնող որոշ դեղեր օգտագործողները պետք է զգույշ լինեն եւ անհրաժեշտության դեպքում խորհրդակցեն բժշկի հետ։ Սննդակարգում մեծ քանակությամբ ելակ ներառելուց առաջ։ Այսպիսով, ելակը ոչ միայն համեղ ամառային հատապտուղ է, այլև վիտամինների, հակաօքսիդանտների, օգտակար միացությունների հարուստ աղբյուր։ Բայց ինչպես ժողովուրդն է ասում, ամեն ինչ չափի մեջ։ Ելակի չարաշահումը եւս կարող է հանգեցնել TH հետևանքների։ Հարգելի հետևորդներ, այս թողարկման համար պատրաստել ենք այսքանը։ Աջակցեք մեր ալիքին ձեր